Բարև ձեզ, Factor TV հյուրը Գյումրի ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ողջույն, պարոն Բարսեղյան։ Արդարացվեց Դավիթ Սանասարյանը, կհիշեք դիալիզի գործով, այսպես պայմանական ասած, դեռ 2019 թվականի ապրիլին էր այդ գործը հարուցվել, պարոն Սանասարյանը մեղադրյալ էր, Վանեսյանի ղեկավարած ԱԾ-ն էր այդ գործի նախաձեռնողը եւ 6 տարի փաստորեն նախաքննություն դատ տեղի ունեցավ եւ պարզվեց մարդը արդար է, բայց նա այս ընթացքում փաստորեն լիքը ծախս է արել, նյարդեր է քայքայել, ժամանակ է այսպես վատնել ըստ էության ռեսուրսներ եւ այլն։ Այս սա նորմալ է, պարոն Բարսեղյան, այսպես այս հարցից սկսենք, հա։ Երկակի կարելի է մեկնաբանել, ճիշտն ասած։ Հա, մեկն այն է, որ իշխանությունը կարող է ասել, որ տեսեք արդարադատություն կա, մեխանիզմը աշխատում է եւ այլն, դե հիմա արդարացվեց մարդը ու դեռ հարց է թե դատախազությունը բողոքարկելու է այդ վճիռը թե ոչ, կարող է վերցնի բողոքարկի, 6 տարին դառնա 7-9 տարի։ Մյուս մեկնությունն այն է, որ դե ոչ մեկս այնքան տեղյակ չենք այդ գործին, փաստերին, ինչքան Դավիթ Սանասարյան եւ իհարկե իշխանությունը, շինծու լինելու կասկածներ բոլորս ունենք, ես էլ ունեմ, ոմանք այս մի քանի ժամվա ընթացքում արդեն ասացին, թե ուզեցին թիմից հեռացնել նրան եւ այլն, բայց դրա համար այդ գործողություններին պիտի որ չդիմեին, էլի, շատերը կան, չէ, թիմից հեռացել են կամ թիմից։ Այն ժամանակ Վանեցյանի գործոններ կարծես առանցքային այս գործի նախաձեռնման, պարոն Սանասարյանի դեմ։ Եվ վերջապես ամենակլխավորը 6 տարի ինչ է կանում։ Բարեփոխված դատարաններ եւ իրավապահ համակարգ 6 տարի է քննում այդ ստից բանը, էլի։ Վերջը նոր պարզում եք, իսկապես մարդուն զգալի եւ ժամանակային եւ բարոյական վնաս են հասցրել ու իհարկե նյութական վնաս են հասցրել, որը, չգիտեմ, Դավիթը կդիմի վնասի հատուցման, երբ օրինական ուժի մեջ մտնի, էլի վճիռը, կդիմի փոխհատուցում ստանալու թե ոչ, բայց արժե որ դիմի։ Ես լինեի կդիմեի, որտեվ պետությանը իր ապօրինությունների համար պատժել է հարկավոր։ Անձամբ Դավթին անձնապես իմանալով ես նրանից նման բան չեմ սպասել, չեմ սպասում։ Շատ լավ, ձեր մասով էլ կար, չէ, զրպարտության վճիռ։ Դա ուրիշ էր, հա, դա ուրիշ է։ Սա սրա հետ կապ չունի, էլի։ Այն մեկը քրեական է, Դավթի դեպքում մեղադրողը պետությունն է, պետական մեղադրող, հիմա հանրային մեղադրող, եւ քանի որ զրպարտություն վիրավորանքը ապաքրեականացված է, ճիշտ է 1.5 տարով ԿՊ-ական իշխանությունը որոշեց վիրավորանքը որոշ դեպքերում դարձնել քրեական, հետո հրաժարվեց այդ մտքից 21 թվից 22-ի, չեմ հիշում որ ամիսներ, մինչև նոր քրեական օրենսգիրքը մտավ ուժի մեջ, հա, վիրավորանքի զրպարտության դեպքերը Հայաստանում հիմա քաղաքացիական հայցերի հիման վրա են քննվում, իսկ բռնության կոչերը, սպանության, մարմնական վնասվածք պատճառելու, թշնամանք հրահրելու, դրանք քրեական են եւ պիտի լինեն քրեական։ Շատ լավ, պարոն Բարսեղյան, 7-րդ տարին է արդեն հեղափոխության ըստեյության եւ Հայաստանի իշխանությունը դեռ պատասխանում է մեղադրանքներին, հա, ինչու արդարության եւ արդարադատության վերականգնման process չենք տեսնում, նրանք շատ հակիրճ են այս ամեն ինչին անդրադառնում, ինչ չէ վեթինգի եւ անցումային արդարադատության գնացքը գնացել է, թե հենց իրենք են, ասենք, դատաիրավական ռազմավարություններում երկուսն են նշել, հա, ասենք օրինակ անցումային արդարադատություն։ Այդ տեսեք, շարքային քաղաքացի, որը կարող է չունենալ մեծ ռեսուրսներ, չունենալ, ասենք, պարոն Սանասարյանի պես ենթադրենք հանրային ուշադրություն գրավելու հնարավորություն, նա հեղափոխության կարևոր գործիչներից է եւ շատերս Factor TV-ն անընդհատ լուսաբանել է, հա, հրապարակայնություն ապահովել է։ Բայց մյուս քաղաքացիները ինչ ասեն։ Այ ինչ կարող եք ասել այս ընդհանուր համակարգի վերաբերյալ։ Երկու հանգամանք, մեկը արդարադատության գոյությունը, մյուսը արդարադատության հասանելիությունը, եթե երկրորդը չկա, այդ արդարադատության գոյությունը շատ պայմանական կարելի համարել, Աստծո նման մի բան է, էլի, հա, ոմանք հավատում են, ոմանք չեն հավատում, կրոնի պես, տաղանանքի պես մի բան է, Աստծո պայմանական իմաստով, լայն իմաստով, հա, այդպես բոլորը չէ որ ունեն այդ համբերատարությունը, նյարդերը
միջոցները, կամավոր ծառայություններ մատուցող իրավաբաններ, փաստաբաններ, ինձ էլ են ահագին օգնել մարդիկ։ Ես երախտապարտ եմ նրանց, ովքեր իմ բոլոր դատական գործերում անբարձրահատույց մասնակցել են եւ իրավաբանական ծառայություններ են մատուցել։ Նույն Սարի թաղի գործով դուք էլ կարճ ժամանակ Սարի թաղի այդ գործը դեռ բաց է իդեպ, հա։ Դեռ դատապարտվելու հնարավորություն ունեք։ Սասնացրերի զինված ապստամբության ժամանակ 2 անգամ ձերբակալեցին։ Սարի թաղից հետո չձերբակալեցին, ինչ է դեր եղել։ Հա։ Տանագս մոտս չէ, ծալովի փոքր տանագի համար, հա։ Շատ վատ է իհարկե, որ իշխանությունը չկարողացավ ապահովել արդարադատության իրական բարեփոխում, անընդհատ պատճառաբանություններ է հորինում դրա համար եւ ես որևէ հույս չունեմ, թե Փաշինյանի իշխանությունը երբևէ կկարողանա Հայաստանի քաղաքացիների համար ապահովել իրական գործող արդարադատության համակարգ, որը նաեւ շեշտում եմ հասանելի լինի մարդկանց։ Հանրային պաշտպանի ինստիտուտը, որը գործում է մեր երկրում, որի վերաբերյալ մենք ժամանակին նաև հետազոտություն ենք կատարել, չունի այն արդյունավետությունը, ասենք ծերի բանը կարող է լավ չաշխատել, էլի վատ է աշխատում, այս է ամբողջ պատճառը ստի ու մանավանդ այդ մարդիկ ծանրաբեռնված են։ Ինչքան ուզում եք աշխատավարձերը բարձրացրեք, հետո ուրիշ բաներ կան, հարակցություններ կան, այս խնդրի փաստաբանների պալատի միակ եզակի եւ բացառիկ լինելու հանգամանքը, ինչի՞ պիտի երկրում փաստաբանների համախմբությունը լինի միակը, որպես իրավաբանական անձ։ Ինչու՞, ով է հորինել։ Բարեբախտաբար ես այդ համայնքի անդամ չեմ եւ իմ կարծիքը կողքից է, անշահախնդիր է եւ չեզոք է։ Ունեմ բազմաթիվ փաստաբան ծանոթներ եւ ընկերներ, ընկերուհիներ։ Ինչու՞ պիտի այլընտրանք չունենան փաստաբանները միավորվելու եւ իրենց միավորումները ստեղծելու։ Երկուսը կլինի, 7 կլինի, սկզբում 10 միավորում կլինի, հետո կվերամիավորվեն, վերջում կմնան 3 կամ 2-ը եւ այլն։ Սրանք ահռելի լուրջ խնդիրներ են, բայց այդ փաստաբանների մասը երկրորդական համարենք համեմատած իշխանությամբ ու անելիքների հետ, որ պիտի առներ ու չարեց։ Հիմա թողնես մենակ պատճառների մասին խոսեն, էլի։ Այդ տեսեք, հանրային պահանջներից մեկը ընտրակեղծարներ, մարդասպաններ, զանգվածային մարդու իրավունքները խախտում արած մարդիկ ոչ միայն, ասենք, բանտերում չեն պայմանական ասած, այսինքն դատարանների առաջ չեն, այլև քաղաքական էկրաններին են, քաղաքական բանավեճերի թատերաբեմում են, ազգային ժողովում են, չգիտեմ, նրանց մերձ անձինք հայհոյում են եւ այսինքն ինչ որ բեմականացման են մասնակցում, հա, քաղաքական բեմականացման, մինչդեռ դատաիրավական համակարգի տեսախցիկների առաջ պետք է լինեն։ Իշխանությանը մեղադրում են, ասում են, ձեռնտու է նրանց այսպիսի ինդիմություն ունենալ, հենց այդ պատճառով էլ, ասենք, ընտրակեղծարարության լուրջ գործեր չքննվեցին, մինչդեռ շատերն են համոզված, որ եւ փաստեր ունեն ընտրակեղծիքների մասին, իշխանությունը ասում է, չէ, այդ տեսեք, օրինակ, ամենակարկառուն դեմքերից Ռոբերտ Քոչարյանի գույքը հիմա կբռնագանձենք, ինչից եք բողոքում, ինչ կարող եք ասել այս հարց ու պատասխանի մասին ըստ բազմիցս ասել եմ, նոր բան չունեմ ասելու, ուղղակի վերջերս մի քանի ԿՊ-ական պատգամավորների մտքերը լսելուց հետո, դե պարբերաբար լսում ենք ուզած-չուզած, հասկացա, որ քաղաքացիական պայմանագիրը շատ աղոտ պատկերացումներ ունի արդարադատության ապահովման, ընդհանրապես արդարության սահմանման, քաղաքական դաշտի իրական մրցունակության մասին ամեն անգամ փորձում են մեղքը գցել կամ պատասխանատվությունը, ներողություն, գցել ընտրողների վրա եւ դա հնչում է տարբեր ռեպլիկներում։ Օրինակի համար, երբ պրոպագանդիստական ալիքների մասին է խոսք լինում, պիտի հիշեք Փաշինյանի ռեպլիկը 2-3 անգամ ասել է, կարծեմ, ասում է, թե պուլտը ժողովրդի ձեռքին է, շուր տվեք, մի նայեք։ Մի ընտրեք նրանց, ինչու եք ընտրում։ Այսինքն տրամաբանությունը հետեւյալն է, թե մարդիկ պիտի իրականացնեն այն կարգավորիչ ֆունկցիաները, որոնք կարգավորելու համար մարդիկ լիազորել են կոնկրետ մարդկանց խմբի իշխանությանը, հա։ Եթե այդպես է,
այդ լիազորությունը իշխանության վրայից ընդհանրապես հանեք։ Իրականում այդպես չպիտի լինի։ Գործեր կան, որ պիտի գործը կատարի հենց կոնկրետ իշխանություն ունեցողը։ Լուսակիր դնելը, կներեք, տարական օրինակից եմ, թողնել քաղաքի ժողովրդի անհատական կամքին, թե այնուամենայնիվ դա պիտի որոշի բարեկային ծառայությունը եւ պիտի տեղադրի կամ ճանապարհային ոստիկանությունը եւ պիտի տեղադրի համայնքային իշխանությունը։ Հիմա այս բարձ օրինակի հիման վրա ուզում եմ ասել, որ ահագին գործ կա, որ ինքնակարգավորման գործ է եւ բնակիչները իրենց խելքով, իրենց քտիծագով կարող են անել։ Կարիք չկա մտնել ամեն մեկի տունը եւ բացատրել, թե լոբին ինչպես պիտի աճեցնել։ Բայց համակեցության հետ կապված էս բերածս հասարակ օրինակը խաչմերուկ կարգավորելու հուշում է մեզ, որ լիազորություն կա, որ իշխանությունը պիտի իրականացնի։ Այստեղ մի հետաքրքիր բացատրություն նրանք ունեն, երբ որ այսպես անպատժելիության հարցն է առաջ քաշվում, հա, ասենք պայմանական ասած նախկինից այսինչը մեր աչքին եւ փաստերը այն մասին է, որ նա առերևույթ հանցագործություններ է կատարել, ինչու դատանում չի, ասում են այն նրանց մի ընտրեք, այսինքն իրավական պատիժը ակնկալում են ժողովրդից քվեի տեսքով հոգուտ իրենց հավանաբար։ Հիմա ես բերեցի նախ եւ առաջ համեմատաբար փոքր ազդեցության օրինակ, պրիմիտիվ օրինակ բերեցի, հա, մի խաչմերուկի օրինակ բերեցի։ Ինչ կստացվի, եթե ասի ախպեր չենք տնում մենք այդ սվետաֆորը, գնացեք այդ թաղի ժողովրդով որոշեք տնում եք, այն մեկը մի օր կգա կտնի, մյուսը կգա այդ սվետաֆորը քանի գցի կողքի։ Հիմա սա երբ արտածում ենք ավելի ծանր խնդիրների վրա, պրոպագանդայի երախը կոչկելու մասին է խոսքը, բերանը փակելու մասին է խոսքը։ Փաշինյանը որոշում է, որ պետությունը տեղ անելիք չունի, չգիտեմ ինչ է որոշում։ Ասում է պուլտը ծերդ է, փոխի ալիքը։ Հարգելի սպա հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողով կա, դո ազգային ժողով եք, պետա նախարարություն է, որի նախարարը հուշագիր է ստորագրում ալիքներ հեռարձակել, չհեռարձակել, վերահեռարձակելու մասին։ Ինչ եք որոշել, որ այդ պատասխանատվությունը պիտի գցեք վրեքիցդ։ Ձեր գործն է։ Ուղիղ ձեր, այդ գիտեք բանի բուժքույր ունեինք դպրոցում, բոլոր դպրոցներում այն ժամանակ կար։ Ով գնում ասում էր գլուխս ցավում է, ընկեր աստղիկ ասում էր, հա, պարզ է, կգնաս մի հատ տեղ կգտնես, կճարես, կխմես, մի հատ էլ ինձ կբերես։ Սա իրական օրինակ է։ Հա, բա կներես դու ինչի համար ես։ Հիմա նույնը ստեղ է, բա այդ ոնց եղավ, որ Սալավյովի երկու հաղորդումը կարելի է փակել։ Չփակեիք, ասեիք ժողովուրդ ջան, պուլտը ծերները դեմին նայեք այդ հաղորդումը։ Որովհետև վարչապետին են թիրախավորել անձամբ միգուցե։ Գուցեև, հա, բայց այդ ինչպես եղավ, բայց դա օբյեկտիվ բացատրություն չէ, վարչապետին անվանական թիրախավորածը ուրիշ աղետ բերողը աղետաբերն էր, հա։ Շատ հետաքրքիր։ Հա, այդ էլ թողնենք, այդ մի հաղորդումը թողնենք, բայց Տևանյանի մասնակցությամբ։ Այո, հա, բանը ինչու եք երկու հաղորդումը որոշել, որ իշխանությունը իր լիազորություններով պիտի սահմանափակի։ Մնացածի դեպքում մարդիկ ասում են, ախպեր կյանքերս կերան էլի այս ալիքները։ Ես չեմ ասում, թե մարդկանց բողոքները բոլոր դեպքերում արդար են։ Մարդ են ասենք, բողոքում են։ Այդ դեպքում չես ասում, պուլտը ծերդ է մի նայի։ Հիմա կանք ընտրություններին, հա։ Ասում ենք, որ հանցագործին, ապացուցված հանցագործին, իսկ ես սահմանադրություն խախտելով տեխնացու առաջադրված մարդուն համարում եմ հանցագործ։ Մարդը գիտե, որ ինքը իրավունք չունի առաջադրվելու եւ առաջադրվել է։ Այդ մարդուն ասում ենք, որ պիտի օրենքով զրկես տեխնացու լինելու իրավունքից։ Բազմաթիվ բաներ կան, ընտրակեղծարարության վկայություններ կան։ Բազմաթիվ կրթական հաստատությունների տնօրեններ, փոխտնօրեններ, մանկավարժներ ներքաշված են եղել ընտրակեղծարարության կամ զեղծարարության մեջ։ Եվ քաղաքացիներ, որոնք կաշառք են ստացել եւ գիտեն ումից են ստացել եւ ապօրինի գույքի բռնականձումներ ունեք արդեն, չէ՞։ Ունեք նաեւ հաշտության համաձայնություններ ապօրինի գույքի մի մասը վերադարձնելու, մեծ մասը վերադարձնելու փոքր մասը։ Խաչատրյաններ, չէ՞։ Օրինակ, ուզում է հաշտվել։ Այսինքն ակնհայտ է, որ ինչ որ մեկը կոնկրետ հանցագործություն է իրականացրել հանրության նկատմամբ կամ պետության կամ հանրության։ Ինչն է խանգարում տնել օրենքով որոշել, որ ապօրինի գույքի փաստի ապացուցման դեպքում ապօրինի գույքի տերը չի կարող լինել տեխնացու, ոչ ավականու տեխնացու, ոչ ինչ է падգամավոր, ոչ էլ վարչապետ, ոչ էլ նախարար, ոչ էլ չի կարող աշխատել պետական ու համայնքային բյուջեներից ֆինանսավորվող հիմնարկներում։ Այ իրենց մրցակիցները ովքեր լինեն ընտրություններում։
Չէ, ես դա հասկանում եմ իհարկե, այդ հարցի հեգնական բնույթը եւ գուցե իրենց դուրը գալիս է, ԿՊ-ի դուրը գալիս է սա։ Նկատվում է, որ դուրերը գալիս է, Ալեն Սիմոնյանն ու ուրիշները պարբերաբար ասում են, որ Փաշինյանի 18 թվականի հանրայինի բանավեճի մեջ էլ կա դա դեկտեմբերի։ Իրենց համար, ասում եմ, մեզ համար, հա դե հասկանալի է, այդ պահին իսկապես երանելի է, բոլորը գիտեին, որ դրի 70% քվե է տանելու, մի բան էլ ավել։ Հասկացանք, անցավ ժամանակ։ Հիմա քաղաքական դաշտը ապականացներին Հայաստանի Հանրապետությանը շատ կոնկրետ եւ շոշափելի վնաս տված ՀՀ քաղաքացիներին ինչու՞ չեք զրկում տեխնացու լինելու իրավունքից։ Իրենք բացատրում են, որ դա ժողովրդավարությանը դեմ քայլ է, նույնիսկ բացատրում են, որ դա Հայաստանի դեմ իբր ճակերտավոր եմ ասում, այդ իմ խոսքը չէ, հիբրիդային պատերազմի ակնկալիքն էլ այդ է, որ մենք սկսենք ժողովրդավարությունը ԿՊԿ պատգամավորներից մեկն էր ասում, որ մենք ուզենանք ժողովրդավարությունը ոտնձգել։ Քաղաքական ուժերը հավասար իրավունք պետք է ունենան, չեն հասկանում, որ հարգելիս քաղաքական ուժ համարվելու համար դեռ բավարար չէ, որ ինքը պետրեգիստրում գրանցված լինի որպես կուսակցություն։ Ուզում եք շաբաթը մի հատ գրանցենք այնտեղ, բայց դա դեռ քաղաքական ուժ չէ, կեղծ քաղաքական ուժ, մերձ քաղաքական ուժ, այս երկուսը պետք է խաղից դուրս գան։ Պետք է հեռացվեն դրանք։ Շատ կոշտ եւ օրինական մեթոդներով։ Հիմա իմ ասածները գուցե ոմանց կթվա դրակոնային մեթոդ, սարսափելի անտանելի, բայց կներեք, դուք չեք կարող ժողովրդավարությունը պաշտպանել, երբ ժողովրդավարության թեմ խաղի մեջ են մտել մեզնից թալանած փողերով մարդիկ կամ մարդկանց խմբեր։ Էս է։ Այդ ինչու որոշ դեպքերում դուք պետք է ձեր լիազորությունները կատարեք, իսկ որոշ դեպքերում ասեք, դե թող ժողովուրդը որոշի։ Գնայք, այստեղ մի շատ կարևոր հարց կա։ Նման խմբերը փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարական գործիքների օգտագործումով կարող են վերցնել իշխանություն եւ դա ուզուրպացիա է մեծ վտանգերից ենթադրում, այսինքն իրենք տարբեր խմբերով մասնակցում են ընտրություններին, ինչ որ ալգորիթմների վրա են մանիպուլյացիաներ անում, տեսակ Ռումինիայում, Ռուսաստանից հիմնականում այսպես սոցցանցերի ալգորիթմների օգտագործումը տեխնացու են առաջ մղել։ Եվ այս խմբերը, այսինքն ժողովրդավարական ճանապարհով կարող են գալ իշխանության եւ ուզուրպացնել, այսինքն ԿՊ-ն ըստ էության սրա մեջ կարծես խնդիր չի տեսնում, հա, այսինքն եթե ժողովուրդը ընտրում է, թող գնա ընտրի, ասում են նրանք։ Քաղաքացիական պայմանագրի հատկապես վերջին երևի 2 ամիսների ինքնավստահությունը զարհուրելի ծավալներ ունի։ Այո, 50+ ձայն ենք հավաքել։ Հա, նույն բանը խոսում էին Գյումրու ընտրությունների ժամանակ իրենք։ Հետո տեսան, որ չէ, դու մի ասա Վարունգը այն դասականի ասացի նման հակառակ ուղղությամբ աճելու խասյաթ ունի։ Հիմա չգիտեմ ինչի վրա է հենված իրենց այդ սուպեր ինքնավստահությունը։ Երևի թե ունեն 1 տարվա աշխատանքային պլան, օրեցօր լրատվական հոսքերում ավելացնել ապօրինի գույքի վերադարձի, նախկին պաշտոնյաներին մեղադրանք ներկայացնելու լրատվության եւ գործունեության պլան։ Պիտի ներկայացվի, հանցագործները պիտի լինեն բանդում, ինչպես ասում են կինոյի հերոսը, հա, եւ ապօրինի գույքը պիտի վերադարձվի, սա հարց չէ։ Երևի մտածում են, թե այս 1 ամսվա ընթացքում այդ իրենց լրատվական հոսքը 1 տարվա ընթացքում այդ լրատվական հոսքը կարող է նպաստել իրենց վարկանշի այնպիսի բարձրացման, որ իրենք կարող է առաջին իսկ ռաունդից 50 ավելի տոկոս տանել եւ չկարողանան մյուսները միավորվել եւ գերազանցել իրենց, բայց դա ոչ մի կերպ երաշխավորված չէ։ Մանավանդ երբ ես ուշադիր հետևում եմ, տեսնում եմ նախկին պաշտոնյաների կամ նախկին նախագահների լրատվական պատմույթները, խոսույթները, զրույցները, իրենց լրատվամիջոցների խոսք ու զրույցը նկատում եմ, որ շատ լուրջ արշավի են պատրաստվում, որպեսզի կարողանան վերադառնալ իշխանության ու քաղաքացիական պայմանագիրը, եթե Փաշինյանը, եթե խելքերը գլուխները չհավաքեցին, իսկապես կարող է ազգային ժողովի ընտրությունների արդյունքում կրկնվի Գյումրու ավականու ընտրությունները։ Մասնավորաբար քաղաքացիական պայմանագիրը կարող է ստանալ հարաբերական մեծամասնություն, մյուսները կստանան ավելի ցածր քվեներ, բայց միավորվելու արդյունքում կարող են ստանալ կազմել այնպիսի կոալիցիա, որը կունենա մանդատների կեսից ավելին։ Ու ասել եմ 1 անգամ, հիմա ուղղակի կրկնեմ, քաղաքացիական պայմանագրի առաջնորդները պիտի մտածեն, թե
քանի րոպե են իրենք մնալու այդ падգամավորի կարգավիճակում։ Շատ լուրջ եմ ասում, առանց որևէ սպառնալիքի կամ ահաբեկման, ճիշտ այնքան ժամանակ, ինչքան պետք կլինի, որ ընտրված վարչապետի հրամանով ԱԱՑ-ից հասնեն մինչև իրենց գտնվելու վայր, ասենք ազգային ժողովի դահլիճ։ 10 րոպե, 13 րոպե, ինչքան որ պետք լինի, որովհետև այն կատաղությունը, ինչ ունեն նախկինները այս իշխանությունների վրա, ինձ չի ներկայանում որևէ հաշտվողականության կամ համբերատարության, բայց այստեղ կարևոր հարց կա, ժողովրդավարության ճանապարհով լուծվող նախկիններն այդ ինչ արել է իշխանությունը, որ կատաղել են, հա, 5-րդ շարաշրջանի ռուսական agent մեղադրել են։ Ուզում էի հենց այդ ուղղությամբ շարունակեմ, ինչ որ բան արել են, բայց դուք պատկերացնում եք արած լինեին այն, ինչ ես եւ Էլիահակին մարդ 7 տարի է պահանջում ենք որ անի։ Մեր ասածները, եթե մեր խորհուրդ տվածները, մեր առաջ, լավ, մեր այն կողմ գցենք, նման փորձ ունեցած առաջավոր երկրների փորձը կիրառած լինեին, նախկինների ծպտունը չէր ելնելու։ Սուսուփուս գնալու էին պանջարապոստանային կուլտուրաների աճեցմամբ զբաղվեին։ Անկամ այս արածը իրենց սարսափելի հիստերիայի է հասցրել ապօրինի գույքի հետապնդումը, վերադարձը չէ հələ էլի, ապօրինի գույքի հետապնդումը թույլ չի տալիս նախկիններին որևէ կերպ հաշտվել այս իշխանությունների հետ։ Հայրենիքը, ուրեմն, ինչ է, Արցախը բանը իրենց քաղաքական սոուսն է, որով իրենք պաշտպանում են իրենց սեփականությունը ընդամենը։ Ես սա նոր չեմ ասում։ Սա նոր ասում է քաղաքացիական պայմանագիրը։ Ես սա 6-7 տարի է բացատրում եմ։ Այն ժամանակ էլ էր պարզ, որ հեշտությամբ չեն հանձնվելու նախկինները։ Ու հիմա, երբ իրենց նախկին ամբողջ ունեցվածքից մնացել էր իրենց նկատի ունեմ իշխանությունն ունեին ձեռքերում, լիազորություններ, անպատժելիություն ունեին, պետական ու համայնքային բյուջեներից գնումների մեխանիզմով կեղծ մրցույթների արդյունքում կամ ձևական մրցույթների արդյունքում սեփական բիզնեսները աճեցնելու հսկայական ռեսուրսներ ունեին, այդ ամբողջից մնացել է միայն ապօրինի գույքը եւ մի քանի մանդատ ազգային ժողովում, եւ որոշ համայնքներում ավականու մեծամասնություն։ Մի ապօրինի գույքն էլ, եթե հանգարց երբևէ մինչև 2060-70 թվերը ձեռքերից հանգարց որևէ իշխանություն վերջապես կան, ամուսով այդ գործը անի եւ վերադարձնի հանրությանը այդ գույքը կամ պետությանը վերադարձնի, այդ մարդկանց հավեսն էլ է փախնելու, մտածելու են ընդամենը վրեժի մասին, հիմա էլ են մտածում, բայց մտածում են, որ միայն վրեժը չէ, բերեք ժողովրդավարական գործիքները օգտագործենք, մարդկանց համոզենք, պրոպագանդա կլինի, կոնֆետ կլինի, ընտրակաշարք կլինի, արի իմ այսինչ բիզնեսում աշխատի ախպեր ջան, հայրենիքի շահարկում կլինի, սրանց քո կտանք, բանը լավ կլինի, էլի վերադառնանք իշխանություն, դրա վրա են նստած։ Քոչանական տարիները կարոտ են առաջացնում Հայաստանի քաղաքացիների մեծ մասի մոտ։ Ոչ, մեծ մասի, կարծում եմ, որ ոչ, մեծ մասն է չէ որոշելու ընտրի թե չէ։ Հասկանում եմ, հա, բայց այդ մեծ մասի մեջ կան նրանք, ովքեր ընտրություններին չեն մասնակցում, այնուամենայնիվ 40, 50, 60% չեն մասնակցում ընտրություններին, որովհետև չեն տեսնում շանս, որ իրենց պաշտպանած ուժը կարող է հաղթել, համարում են, որ մրցակիցների մեջ չկա այն ուժը, որը իրենց կտա կենսունակ գաղափարներ, հույսեր կտա, սրանք լուրջ հարցեր են։ Եվ իհարկե մի շարք քաղաքական ուժեր, որոնք տեսնելով մի կողմից իշխանություն ունեցողների վարչական ռեսուրսով զինված արդեն սեփական լրատվամիջոցներով ու հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն իրենց օգտին օգտագործող իշխանական ուժ, մյուս կողմից տեսնում են ապօրինի փողերով ետքծած հանցագործ կապիտալով ֆինանսավորվող քաղաքական արշավ իրականացնող քաղաքական ուժեր, այն բազմաթիվ փոքր ֆինանսական միջոցներ ունեցող եւ լրատվամիջոցներ չունեցող շատ հաճախ քաղաքական ուժերի ձայնը այդ աղմուկի մեջ չի լսվում, չի լսվելու, շատերը չեն մասնակցելու։ Իսկ նրանք, ովքեր եղել են իշխանություն, իրենց հետ ունեն իմ կարծիքով մոտ մի 300,000 քվեի չափ կշիռ եւ դա լրջորեն շահկապված է իրենց ապօրինի գույքի հետ։ Ապօրինի գույքերում աշխատող մարդիկ եւ նրանց մերձավորների քվեները։ Հիմա երբ ԿՊ-ական падգամավորը կամ падգամավորները ասում են, թե
ազատ արդար ընտրություններ են, թող մարդիկ պատժեն կամ մարդիկ որոշեն։ Ձեր քվեով պատժեք նախկիններն։ Իրենք ուզում են ասել, թե ռոպագանդան նշանակություն չունի հանրային ընկալումների վրա, ոնց թե մեծ մարդ եք, լուրջ մարդ եք, падգամավորի տեղ եք դրել։ Եթե ռոպագանդան ազդեցություն չունի, ինչ եք Սալավյովի ալիքները փակել։ Հա, կամ բանը գերմանացիք բոլորը ի բնե ֆաշիստ էին, հա, կամ ինչ էին անում, ամեն մեկին մահվան սպառնալիքով ամեն գերմանացու 33-ից 40 քանի թվերին ասում էին, չէ, դու պետք է ասես, որ SSS ազգերը ստոր են, նվաստ են եւ պիտի ոչնչացվեն, թե դա անում էին ռոպագանդայի միջոցով։ Ովքեր էին Գերմանիայում ընտրում Հիտլերին։ Ովքեր էին ընտրում։ Ռոպագանդայի զոհերն էին ընտրում, թե իրենց բնածին իմաստնության եւ փիլիսոփայական խորության հիման վրա համոզված ռամիկ գերմանացուց սկսած վերջացրած գերման փիլիսոփաներով։ Նրանք համոզվել էին, որ Հիտլերը, Գեբելսը եւ մնացածը ակունքն են ճշմարտության եւ գնում ընտրում էին, թե ռոպագանդան նշանակություն ուներ այնուամենայնիվ։ Լավ, չգիտեք, հա, այդքան էլ չգիտեք։ Մտեք գոնե հանրագիտարաններ կան, կարդացեք էլի ռոպագանդան նշանակություն ունի թե չունի հանրային կամքի ձևավորման վրա, որ ասում են ազատ կամ արտահայտում, ազատ ընտրությունը մենակ ազատ քվեարկությունը չէ։ Այդ մարդու համոզմունքների ձևավորման ազատությունը ազատ ընտրության ամենակարևոր բաղադրիչն է։ Պարոն Բարսեղյան, մի տեղեկություն բերեմ, կենասները ինչպես ասում են, կթանկանան, այո, կթանկանան, ոնց են ասում, թե խոր չէ դա շաքար օգտագործել, դա շատ վնասակար է։ ԱՄՆ-ՊՆ հետախուզությունը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառված տեղեկատվական գործողություններ կան, վատթարացել են ռուս-հայկական հարաբերությունները անցյալ տարի, քանի որ Հայաստանը ուզում էր հեռանալ, հապկից եւ Ռուսաստան տեղեկատվական գործողություններ կիրառել հայկական ժողովրդավարությունը եւ դրա ավելի չծիծաղեք, ավելի արևմտամետ ղեկավարությանը վարկաբեկելու համար, մենք նկատենք նաև Արջին, որը գտնվում է մեր սենյակում, այստեղ չէ, բայց քաղաքական սենյակում եւ հաստատ մասնակցելու է, չէ, 26-ի ընտրություններին իր գործիքակազմերով, իր շահերով, ինչպես նշվում էր Վեդեմստի այդ հրապարակման մեջ, հա, Ռուսաստան փորձելու է իր շահերը առաջ մղել, իհարկե որոշ իշխանականներ այնքան էլ համոզված չեն, որ ասենք Քոչարյանի, Սերժ Սարգսյանի վրա է լինելու այսպես ներդրումը ռուսական, միգուցե կարծում են, որ իրենց ամեն դեպքում Կրեմլը տեսնում է Հայաստանի իշխանության, այ դուք ինչ եք սպասում այս կենասների քաղցրացման կամ թանկացման ֆոնին այս լուրը ինչպես է կնկալում։ Փոքր մասերից, բաներից կանք, պակաս կարևոր դրվագներից կանք։ Մեկն այն է, որ Կրեմլի համար ըստիս Կրեմլահաճո ընդդիմությունների կամ ընդդիմադիրների ցանկում այնուամենայնիվ առաջատարը մնում է Քոչարյան Ռոբերտը, որը սահմանադրության խախտմամբ Հայաստանում 2 անգամ դարձել է նախագահ։ Առայժմ ինչքան ինձ է ներկայանում կամ պատկերանում, այլ մարդ չեն ճարել առայժմ։ Այս 1 տարվա ընթացքում ինչ որ մեկին կճարեն, թե չէ, որին կկարողանան առաջ մղել տեղական եւ մոսկովյան ռեսուրսներով դժվարանում եմ ասել։ Կարող է եւ ինչ որ մեկին երկուսին չեմ ուզում հիմա անունները տալ, բայց ինչքան հասկանում եմ, իմ կարծիքն այն է, որ առայժմ այնուամենայնիվ Քոչարյան Ռոբերտն է մնում իրենց թիվ 1 խաղացող այստեղ, կամ իրենց համակրած, կամ իրենց պաշտպանած քիմիա եւ այլն, բանը ինձ ազատեք այս չարիքից, զանգել բողոքել եւ այլն եւ այլն։ Ձեր խորհրդով եմ ես մտել այս կինոյի մեջ եւ այլն, բայց համարուկ է։ Գլխավորը հետեւյալն է, քանի որ իմ համոզմամբ Կրեմլը մնում է կայսրության ինչ որ մի կառուցվածքով վերականգնման սևեռուն հոգեխանգարման մեջ, ամեն քնով վերականգնել կայսրությունը, էլի գժվելու սեփական ժողովրդի հերնանիծելու եւ այլն եւ այլն։ Անպայման ջանքեր է տնելու, որպեսզի Հայաստանում ազգային ժողովի գալիք ընտրություններում իր յուրայինները, մերձավորները կամ կրեմլահպատակները, այսպես ասած, կամ Հայաստանը Բելարուսի հետ, Բելարուսի պես միութենական երկիր մտցնելու գաղափարը չմերժողները կամ պաշտպանողները տարբեր խորությամբ էլի նրանցից այդ ուժերին կամ մեկին կամ մի քանիսին իշխանության բերելու համար այդտեղ գործածվելու են իհարկե ռոպագանդիստական գործիքները այդտեղ
գաղտնի ծառայություններ հազարումի գործարկված կլինեն, փողեր, փողային ֆինանսական հոսքեր կարող են լինել, չնայած Կրեմլա հպատակները բավականին փող ունեն, էլի կուտակած։ Իդեպ այստեղ ռուսական կապիտալով աշխատող ընկերությունները, որոնք բացառված չի որոշակի այսպես ստվերային ֆինանսավորում իրականացնեն, չէ՞։ Ոչ միայն ստվերային, կարող է լինել շատ էլ բացահայտ, ասենք ինչ-որ մի հիմնարկ, որը ռուսական հիմնարկ է, կամ սեփականություն է, կամ իրենք կառավարիչ են, անունները չտամ էլի հիմա հատուկ, այդ աշխատողները կարող են պարգևավճար ստանալ այդ օրերի համար, ինչ է եղել։ Պատահաբար լավ աշխատեն այդ օրերին։ Դիտմամբ լավ են աշխատել, լավ են ստալ։ Այդ ֆինանսական հոսքերը այդպես էլի, բայց դա բաց հոսքեր կլինեն, էլի դրանք։ Հա, այս գործիքներով, սրանց համալիր համախմբվածությամբ Այսինքն կասկած չունեք, որ դրանք գործածվելու են։ Անպայման դրանք գործածվելու են, որովհետև դատելով այն հանգամանքից, թե ինչ մեթոդներ է գործածում Կրեմլը օրինակի համար Ուկրաինայում, այս նկարագրածս մեթոդները բան են, շոկոլադ են, հասկանում եք, զեֆիր են, հա։ Փաղաքշանք են, ես կասեի։ Փափուգուշ չեմ ուզում, փափուգուշ չեն իհարկե, բայց համեմատում եք այն հրթիռների բաների հետ, սրանք միևնույն ժամանակ Բայց պարոն Լավրովը վերջերս ասում էր մեր հարցին պատասխան չեք Ուկրաինանալու, հանգիստ եղեք։ Հա, մխիտարում էր մեզ։ Ես ցավում եմ պարոն Միրզոյանի ծայրահեղ լրակյաց դրությունը այդ ասուլիսի ժամանակ, չեմ ասում պիտի խփեր աչքը հաներ, բայց ահագին բան կարող էր կերծնել, էլի ժողովրդական խոսքով ասած, չարեց, չգիտեմ։ Իշխանությունը միշտ շանս ունի, էլի տարիներ հետո ելնել ասել, որ վայ լարսը կփագեին, վայ ես ինչը կանեին, ինչը կանեին, մեղադրել էլ չեմ կարող, ուղղակի ցավում եմ, որ այդպես աչք քաշած կանգնած էր, ցախ քաշած կանգնած էր, էլի, հա, այդպես իր համար անպայման անելու է, դատելով նրանից, թե ինչ մեթոդներ է կիրառում պետությունը, կայսրությունը վերստեղծելու կամ վերամիավորելու ուղղությամբ, սրանք սրանից գործիքներ են եւ պետք է որ անի, հա, փոքրիկ մի երկիր է 30,000 քառակուսի կիլոմետր, 3 միլիոնանոց բնակչությամբ։ Եվ ստացվում է քաղաքացիները անպաշտպան են սրանց դեմ, պարոն Բարսեղյան։ Քաղաքացիների գիտակցությունը, հա։ Հայաստանի իշխանությունն է այդ ամենի պատասխանատուն։ Ամենախայտառակը այն կլինի, որ հանգարց մի օր համոզվենք, որ իշխանությունները կամ հենց Փաշինյանը չի հասկանում սա, չի ընկալում, էլի, չեմ մեղադրում, չեմ վիրավորում, չի պատկերացնում այդ ռիսկի ծավալը, ինչպես չի պատկերացնում են падգամավորը, որը այն օրը հանրայինի եթերում են բաներն էր խոսում, թե թող ժողովուրդը որոշի, մենք ժողովրդավարությունը չենք խաթարելու։ Ոնց թե մարդը հանցագործ եկել է հետը ուզում է մրցել ջեբը լիքը փող կերցնում ու կաշառում է մարդկանց, դու ասում ես ժողովուրդը ընտրի, այդ ու ժողովրդին երբ ես դարձրել քաղաքականապես հասուն, հա, ընդհանրապես ժողովրդի կամքը, բան չթերակնահատել, իհարկե համաձայն եմ բոլորովին, բայց այդ կամքը ինչպես է ձևավորվում, լավ։ Ամենախայտառակային կլինի, որ եկուս մյուս օր պարզվի, որ Փաշինյանն ու իր մերձավոր շրջապատը, վերնախավը, ԿՊ-ի չի պատկերացնում այս խնդիրները։ Կամ էլ ԿՊ-ի կողմից է շանտաժ քաղաքացիներին, որ եթե չեք ուզում նախկինները վերադառնալ եւ մեզ տանեն միացնական պետություն, ընտրեք մեզ։ Այ շատ փոքր է։ Փորձեք պատկերացնել։ Շանտաժային տրամաբանություն է։ Հա, բայց այդ նայեք ախր, նույնիսկ այդ շանտաժի կամ բանի շահարկման, հա, թե բանը, եթե մեզ չընտրեցիք կգանեն այլանդակները։ Պետությունը կործանվելու է, կամ մեզ ընտրեք, կամ պետությունը կործանվելու է։ Okay, դա հասկացանք, բայց փաստացի քվեների կշռի անալիզ անում ես հարգելի պետություն, պետական իշխանություն։ Երբ ես շեշտում եմ, որ ապօրինի գույքի մեջ աշխատող մարդիկ էապես կապված են գույքի տիրոջ հետ, ունեն համակրանք։ Գիտեն, որ հանցագործ է, բայց ունեն համակրանք, հասկանում եք, եւ այդ հանցագործություն ձևակերպումը իրենք սրբագրում են իրենց ուղեղներում եւ իրենց միջավայրում։ Օրինակ, ով չի թալաné, բանը կոռուպցիա զատո Արցախը մերն էր, բաման, հասկանում եք այդ սրբագրումները։ Կամ եթե չեն էլ սրբագրում։ Ղոչաղ տղա էր, բա ինչ։ Կամ եթե չեն էլ սրբագրում, ասում են, ախպեր մեր փողը ստեղից է։ Տղա ջան, հոշկուրի աղջիկ, մոշկուրի տղա։ Իմ ռոջինգը գալիս է, ես անդեր բիզնեսի մեջ եմ ես աշխատում, բաժնի պետ եմ, տո չգիտեմ, իրացման ինչ է անունը։ Իրացման բաժանմունքի ղեկավար եմ, մենեջեր եմ, դեռ եսի ինչ եմ, հա հասկացանք, հանցագործ է, բայց պետք է իրան պահենք էլի, որ թե չէ ապօրինի գույքը, ապօրինի ասում է սրիկա իշխանությունը եւ այլն եւ այլն։ Դա շատ կոնկրետ քվեների ծավալ է ախր։ Հիմա
Որպեսզի շատ սարուծոր չընկնենք, ես միշտ բերում եմ Գյումրու ավականու ընտրությունները։ Այդ սուպեր ինքնավստահությունը, որ գազ էր տալիս, քշում էր, խեղդում էր ԿՊ-ն, վերջում տեսավ ինչ է ստացվում։ Ճիշտ է, ազգային ժողովի դեպքում կայուն մեծամասնության բանալին առայժմ ԿՊ-ն պահել է իր ձեռքում, բայց դա դեռ փրկողակ չէ։ Կարող է ստացվի այնպես, որ իսկապես ստանա 40%, 37%, 39% ստանա Գյումրիում տարած հարաբերական մեծ, Երևանում տարած հարաբերական մեծամասնությունից ավելին։ Գյումրու թվաբանությունը այնքան էլ չի տարբերվում Երևանի թվաբանությունից, եթե ուզեք։ Միգուցե ավելի շատ քվեներ ունեն, եթե դրանք էլ գումարեն, միգուցե 40-ին մոտենան, այսպես շատ սիրողական ասած։ Բանակը 5-6% որպես կանոն քվեարկում է, այնպես ինչպես անցման շրջանում գտնվող երկրներում սփյուռքահայությունն է քվեարկում գործող իշխանության օգտին։ Վրաստանում երբ ինչ քվեարկում են վրացահայերը միշտ գործող իշխանության օգտին, որտեղ կայացած ժողովրդավարություն չէ։ Ֆրանսիայում այդպես չէ, Միացյալ Նահանգներում այդպես չէ եւ այլն։ Հիմա այս դեպքում կարող է իսկապես 26 թիվը դառնա Գյումրի 25 թվականի պատմություն։ Ես ոչ թե ասում եմ պիտի պայքարել դրա դեմ, որ չդառնա, ես ընդհանրապես շեշտում եմ, որ ընտրապայքարի պայմանները պիտի հավասարեցնել։ Չի կարելի, որ ապօրինի գույքի, փողերի, լրատվամիջոցների մի ահռելի ռեսուրսի աշխատուժի տեր հանդիսացող խումբը համարվի քաղաքական ուժ եւ կա փորձի իբր թե հավասարի պես պայքարել։ Սա շատ մեծ միամտություն է։ Ծայրահեղ մեծ միամտություն է։ Այս մակրումը զտում է ընդհանրապես, հա, սև կապիտալի դերակատարության զտումը, կոյուղի մեդիայի ապօրինի եկամուտների չեզոքացումը կամ վերացումը։ Այս իշխանության առաջին գործերից մեկը պիտի լիներ։ Չի արել, չի հասկացել։ Կամ մտածել է, որ դե հասարակությունը կգնահատի իր ջանքերը, ժողովրդավարություն է բերել մեզ բոլորիս, բաստիոն է սարքել պարոն Փաշինյանը, արդեն մարդիկ, որոնք ընտրակաշառք են վերցրել, բաժանել են, դպրոցներում տասովշիկ դիրեկտոր են եղել, հիմա կասեն լավ դե, այս ինչ լավ հրաշք էր մեզ համար ժողովուրդ։ Իսկ հարցրել եք այդ մարդկանց համար ժողովրդավարությունը ինչ է, լավ բան է թե վատ բան է։ Հակակոռուպցիոն կոմիտեն իրենց համար լավ բան է, լավ աշխատող հակակոռուպցիոն կոմիտեն, պայմանական լավ աշխատող, իհարկե իրենց համար վատ բան է։ Այս ինչ կարակն ենք, հասկացանք, լիքը գործեր են բացահայտվում, բաներ են եղնում եւ այդ խմբի մարդիկ, ովքեր շահկապված էին նախկին իշխանությունների հետ եւ նախկին իշխանավորների հետ, ատելով ատում են ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, հետնել ելնես ասես, դե թող ժողովուրդը որոշի։ Այ հարգելի ժողովուրդը քո ազգու երամը չէ։ Ժողովուրդը շատ բազմակարծիք տարբեր մոտեցումներ ունեցող։ Դեռ ԿՊ-ն կոնկրետ շահ ունի։ Ժողովուրդը որոշի, չընտրի նրանց, ընտրի մեզ։ Այսինքն քաղաքական շահի է վերածվում։ Բայց հո ասելով չէ, Գյումրիում ժողովուրդը չորոշեց։ Իրենց իմացած ժողովուրդն է, չէ Գյումրիում որոշ։ Երևանում ով է որոշել ներողություն։ Իշխանությունն ու պրոիշխանական մեկ ուժը իրար հետ տարել են քվեների կեսից պակաս։ Վերջացավ։ Ժողովուրդն է որոշել։ Իհարկե ժողովուրդն է որոշել, բայց մի բերեք նայենք էլի խորան ժողովուրդը ասելով հո չէ, այդ ժողովուրդը խո մեկ անհատ չէ, պարոն Ռոբերտը չէ Անանյան կամ Լևոնը։ Այդ ժողովուրդը շատ բազմազան է, դրանց սպեկտրալ անալիզով պետք է անի։ Հələ մի հատ հասկացեք էլի, այս մարդիկ չեն գնում ընտրության, ինչի չեն գնում։ Այս մարդիկ Քոչարյան են ընտրում, ինչի են ընտրում։ Եվ այլն եւ այլն։ Երբ նայում ես, դե կոնե լավ ոչ մի բան չես նայում։ Երևանի ու Գյումրու թվաբանությունը կոնե նայում ես։ Եթե այդ թվաբանությունը դու նայում ես ողջամտորեն տրամաբանորեն պիտի վարկած ունենաս 26 թվականի ԱԺ ընտրության կամ երբ որ քեզ թիրախ ես հայտարարում նախկիններին, այսինքն չես նկատում, որ մաքուր ցագման խաղափարակիր քաղաքական ուժերին անտեսում ես, նրանց նվաստացնում ես, կեղծ բանավեճ ես սարքում հների հետ, որոնց հետ ոչ մի բանավիճելու բան չկա։ Բան չկա քննարկել, Քոչարյանի հետ ինչ պիտի քննարկես։ Հայաստանի զարգացման ծրագրերը ձեռեք առել։ Կամ Սերժ Սարգսյանի հետ ինչ պետք է մեղադրյալների հետ ինչ պետք է քննարկես դու ապօրինի գույքի տերերի հետ քննարկելու բան ունես հələ արի քաղաքական վեճի մեջ մտի նրանց հետ ովքեր Հայաստանին տված վնասների մեջ որևէ դերակատարություն չունեն կամ նորաստեղծ քաղաքական ուժեր են անհատներ են որոնք ոչ մի քաղաքական անցյալ նախկինում չբայց գաղափարներ ունեն մարդիկ Նրանց հետ կարող ես բանավիճել, չես կարող բանավիճել, քննություն չես կարող բռնել։ Դրա համար էլ արհեստականորեն թիրախավորում են նախկիններին, որտեղ հեշտ է հաղթելը, էլի, թույլին հաղթելը հեշտ է։
Իսկ նրանց դու տեղյակ չես ուժեղ են թե թույլ են։ Նրանց հետ դու չես կարող գաղափարական վեճի մեջ, կարող է մտնես հաղթես, օքեյ։ Կարող է վեճի մեջ մտնես եւ ոչինչ չստացվի։ Մարդիկ ասեն, այ մարդ, այս նոր ուժերը ինչ որ բաներ են ասում, որոնք վաղուց պետք է արած լինեին։ Ու չես արել։ 7 տարի բաներ են ասում։ 7 տարուց առաջ են 20 տարի լյուստրացիա են ասում։ Այս Սերժիկին լյուստրացիա ասես ինչ անես, կամ Քոչարյան Ռոբերտի ժամանակ ինչ լյուստրացիա։ Լյուստրացված բրձած էին, էլի։ Հիմի պարոն Փաշինյան 26 թվին լյուստրացիա խոստանում եք թե չէ, մինչև հիմա չեք խոստացել, թե չարժե երկիրը խառնել իրար, հա, թող բան եղնեն, շանսը օգտագործեն աշխարհ, հոգնեցինք էլի, ինչքան կարելի է այդ հասարակ բաները։ Միասնական հանրությանը Դե թող գնա մեկ-մեկու հնազանդ լինեն, էլի ինչպես ասում են։ Շնորհակալ եմ հետաքրքիր խորհրդով վերջաբանի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Լևոն Բարսեղյան։